Դիտարկինքին արտաշատ է, որը հայության, վեհության և հզորության ապացույցն է, ինչը որ Ռուսաստանի Սովետի ժամանակ անտերության է մատված, կարծեմ 30-ական թվականներին է սկսել պեղումները, 60-ական թվականներին ավելի լայնացավ, բայց անտերության մատված մեր պատմության հզորագույն անկախության, կայացման, հզորության խորհրդանիշին արտաշատը անտերության է մատնված, դա խոր վիրաբը իր շրջակայքում արտաշատ մեր հին մայրաքաղաքն է եղել։ Բնական երկու բառ հիշեցնեմ ու ասեմ ինչի մասին է խոսքը, ստեղծվել Սելիվկյաններից անկախանալով հիմնվել է Արտաշատը մեր թվարկությունից առաջ 180 թվականին, նաև ունի Կարֆագեն, նոր Կարֆագեն անունով, որտեղ Հանիբալ Կարֆագենացին ապաստանել է մեր թագավորի մոտ ու Արտաշատ քաղաքի շինարարությանը խորհուրդներ է տվել, իր խորհուրդներով ամրաշինական կատարվել է, քաղաքը կառուցվել է մոտ 20 տարում, ունեցել է 100-ից 150 հազար բնակչություն, հիմիկվա ռեալներով դա 10-15 միլիոն բնակչության համարժեք քաղաք է եղել։ Հիշեցնեմ Հիսուս Քրիստոսի ժամանակ աշխարհի բնակչությունը 150-200 միլիոն է եղել, 100-150 հազար բնակչությունը շատ մեծ թիվ է։ Միջնաբերդը Խորվիրաբեդ բլուրների շրջակայքն է, որ մնացած այդ տարածքը բնակավայրերն է եղել, որը նույնպես պարսպով պատված է եղել, Արաքս գետի ափով է եղել ու Մեծամոր գետով հատելուց է եղել, որը եւ այդ երկու գետերը միացվել է, հիմա գետի հունը փոխվել է։ Ինչևէ 59 թվականին հռոմեական զորավար Պոլիբոնի կողմից հիմնովին գրավում է եւ հիմնովին ավերվում է, որից հետո դա վերակառուցվում է 63-75 թվականներին Տրտատի կողմից, որ շարունակվում է վերակառուցման ու հզորացման աշխատանքները Տրոյանոս կայսրի կողմից 98-ից 117 թվականները։ Հին Արտաշատը հիմնովին ավերվում է 336-68 թվականների Շապուհ Սանասանյանի կողմից եւ ամբողջ բնակչությունը բռնագաղթեցվում է Պարսկաստան։ 7-րդ դարի արաբ պատմիչների ներկայությամբ հին Արտաշատը դա մի հատ խղճուկ գյուղաքաղաք էր, որի հիմնական բանը Արաքս գետի որդակ կարմիր հավաքելն է ու ներք ստանալու գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվելը։ Հիմա հին Արտաշատը մեր վեհության, հզորության ապացույցը, եթե Սովետի ժամանակ հասկանալի անտերությանը մատված, այնքան որ պեղումներ բաներ արված, բա մեր անկախության ժամանակ ինչու այդ քաղաքին, բնավայրին պատշաճ մոտեցում չի իրականացվում, չի կառուցվում ինչ-որ ֆիլմեր նկարվում, գիտական նյութեր տպագրվում, ես որ պատմությունով լավ հետաքրքրված եմ, իմ համար դժվար է տենց ինչ-որ նյութեր գտնել, տենց վերնագրային թռուցիկ ինչ-որ պատմություններ են, վերջերս մի երիտասարդի կողմից YouTube-ով ֆիլմեր նկարված Արտաշատի կողմից, շատ հանճարեղ, գովելի գործ էր, բայց որպես այդպեսի տենց նորմալ գրականություն, նորմալ նյութեր չկա, որտեվ դա հակասում է ռուսկական օկուպացիայով բոլշևիզմի ռուս ցարերի կողմից հայությանը, մեր հզորություն ու վեհության ապացույց խորհրդանիշն է, դա մեր անկախության խորհրդանիշն է, անկախ հզոր պետականության կայացման խորհրդանիշն է, որը անտերության է մատնված։ Կարողանանք այս 2026 թվականի ընտրություններով տենց ազգային տենց նվիրալներով ինչ-որ մի խումբ խորհրդանացնենք եւ պարտադրենք հին Արտաշատի փառաբանությանը, վերակառուցմանը, թանգարան ավելի ճոխ կառուցմանը, այնտեղ թանգարանը ես առանձնապես տենց դետեկտիվ բաներով չեմ մանեկել գտել, որտեղ է Արտաշատ քաղաքում է բնականաբար հին Արտաշատի կողմնետեց մի հատ ինչ-որ բան չկա սարքած, հարցերը շատ են, որտեղ դա մեր վեհության, հզորության, անկախության, անկախանալով հզոր ու աշխարհակալ պետության ստեղծվող խորհրդանիշն է, դրա համար դա պիտի անտերության, մոռացության մատնվի։
Իսկ մենք